Առաջ ես գիտեի, թե էլ կյանք չկա, всё։ Վերջացավ իմ կյանքը, սեպտեմբերին կանգնեց իմ կյանքը, բայց Գոհարիկ ծնվելուց հետո ես հասկացա, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ, ես անում եմ։ Չգիտեմ, այնպես տպավորություն էր, որ ամուսինս Բոգան, Բորիսը, ամուսինս անունը Բորիսը, երեխան նույնպես, ոնց որ ինքը նորից ծնվեր։ Այդ զգացողություններ։ Այդպես չէի պատկերացնում մեր երջանկությունն ու Հրանտի ծնվելը։ Սկզբից նույնիսկ չէի կարողանում գրկել։ Ալբերտին հայտնվելուց հետո փոխվեց շատ բան փոխվեց։ Ուզես չուզես ուրախանում ես իրան տենալով։ Շատ դժվար էր, տենց շփոթված էինք, ուրախությունը երևի, որ ծնվել է Էմիլիան։ Ուզում էի աբոյի դիմագծերը գտնել առաջին հետին, բայց հավատը չէր գալիս, չէի հավատում։ Մինչև հիմա չեմ հավատում, նայում եմ իրան, չեմ հավատում, որ ծնվել է։ Իմ կյանքի իմաստը ոնց որ լինի ինքը, այն որ եթե ինքը չլիներ, ես չգիտեի, ասենք, ոնց է անելու։ Ժամանակի ընթացքում ես իմ մեջ ուժ գտա ու իրան շնորհիվ ես հասկացա, որ պիտի ամեն ինչ անեմ, որ իրանց ապագան լինի ամենից լավը։ Դժվար ճանապարհից հետո ինքը տենց ապրելու իմաստը։ Արցունքներով լցված աչքերով ես որ նայեցի երեխային, հասկացա, որ չեմ կարող առանց իր արդեն։ Չգիտեմ, ինքը ինձ կյանք տվեց։ Հրանտը հայրիկին ճանաչում է նկարներով, քանի որ քույրիկը իրան անընդհատ նկարները ցույց է տալիս ու ցույց է տալիս, որ ես պապայի հետ եմ, բայց դու ստեղ չկաս նկարներում։ Սկզբից նայում եմ, եղբորս անունն է մենակ հիշում, ես իրան ասում եմ պապան է, ինքը գիտի, որ իր պապան է, բայց ինքը ասում է Կարեն։ Եղբորս անունն է տալիս։ Ցույց եմ տալիս, որ հայրիկն է, տենց խոսում ենք, ասում եմ, որ ինչպիսին է եղել բարի, հոգատար։ Երեխան ճանաչում է նկարներով։ Նկարներով, գերեզման գնալով, երեխան ճանաչում է մենակ երեխա չտեսել պապային։ Ալբերտին հայրիկին ճանաչելով այնպես, ինչպես ինքը եղել է, ինքը կա։ Ամեն ինչ պատմելով եմ, ոնց որ կա, այսինքն ինչպիսին եղել է ու այս պահեդորությամբ ես չեմ մտածում, որ ինքը չկա, էլ այդ նույն ձև իրան կպատմեն, որ դե սպասում ենք իրեն, հավատում ենք, որ մի օր կվերադառնա։ Անկեղծ ասած, այսքան ժամանակ իմ կողքի մենակ հայորդին է, հենց մայրենիք ծրագիրը։ Այդ ժամանակվանից ես զգացի, որ մենակ չեմ, որտեղ ուրիշ տենց օգնող ես չունեմ։ Եթե իրանք չլինեին, ես չէի կարող հաղթահարել այս ամեն ինչը։ Իրանք էլի ինձ ուժ տվեցին, հավատացրեցին, որ կա կյանք։ Կա կյանք։ Իմ երեխայի մոտ այն որ ասում եմ մեջքին կանգնեցին։ Հպարտություն կա, որ մենակ չես լինում, կողքդ լինում են, դու դրանից ուրախանում ու երջանկանում ես ու գիտակցում ես, որ դժվարությունը հաղթահարելի է։ Ամեն ինչի տեսքով լինի ֆինանսական, լինի հոգեբանական, թե քո կողքին պրոստը լինելու համար, քեզ զանգելու շնորհավորելու համար, քո հաջողություններով ուրախանալու համար։ Ջան, որ երեխան պիտի ծնվեր, պլանավորում էի, մտածում էի, մտահոգվում էի այդ հարցով, ոնց պիտի հոգամ երեխայի ծախսերը, ինչ պիտի առնեմ, ոնց պիտի առնեմ, հետո խնայում էի արդեն այդ ծախսերի համար, ու հանկարծակի ես նույնիսկ հայորդի թիմի չէի դիմել դրա մասին, իրանք են ինձ գտել ու
Իրանք արդեն ասացին, որ կողոքան երեխայի սաղ ծախսերը ամեն ինչ իրանց վրա կվեցնեն ու ամեն ինչ փոխվեց։ Հենց առաջի, որ ասում եմ, օգնությունը, հենց առաջի զանգը եղել է մայրենիքից։ Չգիտեմ, իրանք մի ուժ ձևի, որ ասում եմ, կանգնեցին իմ կողքին, կանգնեցին իմ մեջքին, ամեն ինչով ապահովեցին, ամեն ինչով, որ ասում եմ, թե չգիտեմ, չեմ կարող բացատրեմ։ Մայրենիքը իմ կոնկրետ իմ ընտանիքի, իմ բալիկներին տվեց ուշադրություն, ջերմություն, հոգատարություն ու այնպես արեց, որպեսզի մենակ չլինենք, կարողանանք հաղթահարենք։ Հոգսը մի քիչ թեթևանում է, անկեղծ ասած, քանի որ 2 տարեկան արդեն լրացավ երեխան ու ոչ մի տեսակ էլ նպաստ չեմ ստանում, երևի հայորդի միակ հիմնադրամն է, որ ասենք միջև հիմա մեր կողքին է։ Մայրենիք ծրագիրը շատ բան փոխեց, օգնեցին Էմիլիայի այդ առաջնային տենց կարիքները հոգալու, դժվար պահերին, որ մեր կողքին է։ Երազանքները շատ են, բայց առաջին հերթին կցանկանայի, որ իր պապան վերադառնա, մենք երկուսով սպասում ենք իր վերադարձին։ Հետո կցանկանայի, որ խաղաղություն լիներ, հայրենիքում խաղաղություն լիներ, խաղաղ երկնքի տակ մեծանար ու առողջ լիներ։ Չէի ցանկանա, որ իմ երեխաները զգային այն ցավը, ինչի ես եմ զգացել։ Երազանքս այն է, որ հասնեմ իր նպատակին, կարողանամ, ասենք, իմ աշխատանքը նենց անեմ, ավելի ճիշտ ամեն ինչ նենց դասավորեմ, որ համ կարողանամ իմ երեխայի, ասենք, ծախսերը հոգամ, համ իրան ժամանակ հատկացնեմ։ Որ մեծացնեմ, հասցնեմ իրենց նպատակներին, որ միշտ հիշեն իրենց հորը։ Իմ երազանքը իրան լավ ապագա տալն է։ Ես ամեն գնով պատրաստ եմ դրան, որ ինքը չգիտեմ, իր ուզածներին հասնի։ Մի նախադասություն կցանկանայի իրան ասել, որ երեխան ծնվել է, որ սպասված մեր 15 տարվա սպասված երազանքը կատարվեց։ Ճիշտ է, ինքը միշտ տղա երեխա էր ուզում, բայց հաստատ գիտեմ, որ Ալբերտին այո կուրախանար։ Քան խիստ անձնակ։ Ինքը չպիտի լիներ տեղ։ Չպիտի լիներ, որովհետև ինքը պիտի իր երեխաների հետ լիներ։ Ոյ։ Որ շնորհակալ եմ ամեն ապրած օրի համար իր հետ։ Մենք սպասում ենք իրան։ Կարոտ։